Եկեղեցու բակում Հովանավակում տեսանք, որ սակավաթիվ են մարդիկ, պարոն Սարգսյան, այսինքն դուք հիմա 70 խոսի մասին։ Ես ուզում եմ հասկանամ, էլի, ուզում եմ հասկանամ պատարակը եւ միտինգի հետ դուք ընդհանուր կապ կա, թե խառնում եք։ Դա միտինգ չէր, դա պատարակ էր, այսինքն ինչա նշանակում սակավաթիվ էր։ Հիմա ստեղ էլա սակավաթիվ։ Դա լիներ երկու հոգի, պատարակի կա երկրի վարչապետը գալիս է, մենք պարտավոր ենք մեր պատարակում։ Վիճակը չի եկեղեցու բակում, ամեն կիրակի այս վիճակը չի եկեղեցու։ Ինչ վիճակա որ։ Ես բազմաթիվ մարդիկ նկատում եմ, ոստիկանության աշխատողներ, ուրիշ այլ մարդիկ, հպականներ, այնպես չէ, որ ամեն կիրակի գալիս է։ Ամեն տարածաշրջան իր ձև է, իր ժողովուրդը ունի։ Ամեն տարածաշրջան։ Թալինը կանգնած է եկեղեցու կողքին, իսկականից, իրականից եկեղեցականի կողքին եւ Թալինը կանգնած է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողքին։ Եթե մայրաթորում այդ հավաքը լինի, դուք էլի մարդ կտանեք, ինչպես Հովանավակում Տանենք, տես սադրիչ հարցեր եք տալիս, տանենք։ Չէ գալու են Թալինցի մեծամասով ոչ մեկի չեն քրանգել, մոտիկացեք այսքան ժողովրդին բոլորին հարցում արեք, ձեր քաղաքի մեջ հրանգում եղել է թե չէ։ Մոտիկացեք հարցրեք։ Վստահ ես ասում եմ։ Ոնց ասում, ոնց եք իմանալու։ Ձեզանից միայն պահանջում է հարցեր տալ, սրացրած հարցեր տալ, դա պահանջում։ Եկեք այդ ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը թարգենք, էլ։ Իրականից եկեղեցու դեմ են կանգնած, այս սիրուն չի։ Ես ինձ վատ եմ զգում հիմա։ Եկեղեցու դեմ կանգնած հարցադրում, հարցերին եմ պատասխանում, իբր ինչ։ Պատարակը։ Ում։ Հանրությանը մենք հաշվետու ենք։ Հանրությանը հաշվետու ենք։ Միանշանակ հանրությանը հաշվետու եմ։ Թալինի հանրությանը հաշվետու եմ։ Նաև համայն հայությանը դուք նոր 70%-ի մասին եք խոսում, որ մասնակցում, մարդիկ ձեզ նայում են, ձեզ լսում են, տեսնում, որ դուք եկեղեցու դեմ արշավին եք միացել։ Եկեղեցու դեմ արշավի չի։ Եկեղեցու տես էլի նորից նույն սուր հարցեր, պրովոկացիոն հարցեր։ Եկեղեցու դեմ արշավ չի։ Եկեղեցու մեջ մի հատ խմբակ կա, որ ժողովուրդը ու ես ուզում ենք, որ այդ խմբակը չլինի։ Լիազորված եք ժողովրդի անունից խոսելու։ Ես լիազորված եմ Թալինի անունից խոսելու, Թալինի ժողովրդի անունից խոսելու, 63% ձայն եմ տալի։ Ես վստահ եմ, ժողովրդի անունից խոսելու իրավունք ունեմ։ Դուք պետք է չասեք, ես խոսեմ ժողովրդի անունից, թե չխոսեմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։